ինչ են աշխատում։ Ում ենթական են, իսկ ասենք, գուցե հարցնենք իրենք ասեն ում ենթական։ Եվ ենթական համարում են արդյոք Մկրտիչ Սրբազանին, թե չեն համարում։ Բայց ավելին ձեզ ասեմ, Մկրտիչ Սրբազանը այս բան չի հանդիսանում որպես այդպիսի թեմի առաջնորդ են առումով, որ վարչական խորհուրդ կա նշանակված, ովքեր որ նրա լիազորությունները իրականացնում են։ Այսինքն այս բան ինքը լիազորություններն է որպես այդպիսին չունի, եթե նույնիսկ ազատության մեջ հայտնվի, այդ լիազորությունները չունի։ Բայց այն մարդիկ, ովքեր որ պետք է վարչական խորհրդին տուժողները ենթարկվեն, չեն ենթարկվում։ Այսինքն կարևոր է թե ով է ղեկավարը, եթե ղեկավար դիրքով ելնելով պետք է հեղինակությամբ ասեն, հենց կա է վարչական խորհուրդը եւ այդ խորհուրդն էլ է, իսկ խորհրդի անդամները չեն թողում օգտվելով առիթից ստեղծված իրենց կողքը միջավայրից չեն թողում որպեսզի բնականon հոգեվոր ծառայություն իրականացնեն։ Ու մենք պետք է մտածենք, որ իրենք ինչ որ բանից կաշկանդվում են եւ ի վերջո պատվարժան դարձան։ Մենք այս տիպի գործերը իրավունք չունենք իրականությունից կտրվեն։ Դուք իրավունք չունեք եւ չեք կարող հաշվի չառնել, թե տուժողները այս բան ինչ վարկագիծ են դրսևորում։ Ես այս բառը չեմ խուսափի ասել, այն հանդուգն վարկագիծը որ իրենք են դրսևորում հրապարակային եւ օրինախախ, որի շուրջ մենք նաեւ իմ գործընկերը նաեւ նշել որ իրավական գնահատականություն չեն կարող չտան, ո՞նց չտան։ Օրինակ ո՞նց չտան։ Մենք ասենք որ տուժողները վայ ես ինչ մեղք են հեսա Մկրտիչ Սրբազանը դուրս կգա խոչընդոտի, բայց չտենանք իրենք ինչ կա։ Կարող է իրենք են հանգարց շաշում գործադրելու։ Կա դենց հավանականություն, որ հաշվի առնելով այսօրվա իրենց կողքը դրսևորված իրավիճակը, դրանից ելնելով իրենք փորձեն ճնշում գործադրել, չենք մտածում դրա մասին։ Բայց ոնց մենք հասկանանք, այսինքն տուժողի վարքագիծը եւ էությունը չընկալելով, մենք հասկանանք իր վրա ճնշում կլինի, թե չլինի։ Լսում եք խոսքն զանգում։ Ի վերջո, եկեք դրան էլ հեսական վերադառնանք։ Դա եկեք պատկերացնենք, որ դատանի մոտ սենց ինչ որ անորոշ, ինչ որ սենց ենթադրություն կառաջանա, որ կարող է հանգած խոչընդոտման հավանականությունը կա։ Իսկ աստիճանը, այսինքն նախաքննության փուլում, ավարտից հետո, առերեսումներից հետո, հիմա դրանք բոլորը տարբեր չեն աստիճանները։ Չնայած որ մեղադրողը ասում է, որ աստիճանը նույնն է, բան չի փոխվել, բայց դրա համար հստակ սահմանադրական դատանի, վճռաբեկ դատանի, եվրոպական դատանի իրավական դիրքորոշումներ կան։ Եկեք մի հատ ընթերցեմ, որ հետո այնպես չլինի, որ ուղղակի ասենց ասեցի ու անցանք։ Մի հատ այս մասը ընթերցեմ, որ տեսեք Խանզադյան ընդդեմ Հայաստանի գործը եվրոպական դատի որոշման ոչ տրամաբանությունն են կարդում, կայանում է նրանում, որ նախնական փուլում մեղադրյալի նախկինում զբաղեցած պաշտոնը կարող է լինել էական գործում, նախնական փուլում, նրա ազատություն ցավացի սահմանափակման հետ կապված, առավել ևս, եթե օրինակ արարքը վերաբերում է ծառայական պարտականություններին։ Իսկ երբ առկա է իրական վտանգ, որ հենց այդ պաշտոնի փոխող հեղինակությունն է կարող է քննության փուլում օրինակ օգտագործել եւ այլն։ Բայց նշում է, երբ որ արդեն մեղադրյալի կալանքի տակ վայելու հարցազրոշելիս նաև էական հանգամանք է համարվում, որ պահպանում է խոչընդոտի վտանգը թե ոչ։ Բայց դատան ինչ ասում, ասում է դատարանը եվրոպական դատանը առանց դժվարությամբ ընկալում է, երբ իշխանությունները քննության սկզբնական փուլում անհրաժեշտ են համարում կասկածանի պարել բանտում, որպեսզի դժվարացնեն նրա կողմից քննության համար խոչընդոտներ ստեղծելը, հատկապես բարդ քննությունների դեպքում։ Սակայն այդպիսի վտանգը ժամանակի ընթացքում նվազում է այդ կապակցությամբ, որ այն կապակցությամբ քննությունը կատարվել է, ցուցմունքներն արձանագրվել են, ստուգումներն իրականացվել են։ Օրինակ ասել Բեցիև Մունդեր Մոլդովայի գործով է։ Այսինքն հստակ է, չէ՞, եթե քննությունը ավարտվեց նախնական, եթե դու վկաներին հարցաքննեցիր, չունես այն առորոշությունը, որ գիտեք ինչ կա հլը մարդ պետք է հարցաքննեն, դու բոլոր ստուգումները արել ես, բոլոր գործողությունները արել ես, նվազեց։ Կամ եկը որ դատանում կարասի չի նվազել։ Հիմա եթե նվազել է, այդ նվազման աստիճանի համար մենք ոչ մի բան հաշվի չենք առնում։ Մենակ ասենք որ կարող է որ տենց քրեական գործ չկա, որով գործողություն անելու անհրաժեշտություն կա, մենք չենք կարող ասել ձևականորեն ասենք որ խոչընդոտման հավանականություն կա։ Միշտ կարելի է մի բան ասել։ Պարտադիր, դրա տարբերություն չկա։ Մեղադրյալը երկրորդ մեղադրյալը լինի մի բան ասում է։ Այդ մեղադրյալը հրաժարված ալում ցուցմունք տալուց ասում իր ցուցմունքներով ուղղորդի։ Մի բան կարելի է ասել, բայց մենք պետք է աստիճանը տեսնենք։ Մեղադրող այսքան օրենք փոխվեց Հայաստանի Հանրապետությունում, այլընտրանքային խափանման միջոցների հարցը բարձրացվեց, նշվել է, որ միայն ծայրահեղ դեպքում պետք է կալանքը կիրառվի, որ բոլոր հնարավոր տարբերակները պետք է դատանը փորձի անի,
միջև կալանքը։ Այլ եթե միջոցները հնարավոր չեն կոնկրետ անձի պարագայում, այդ դեպքում միայն կալան։ Հիմա ասենց անկեղծ ինչ-որ մեկ իր մտքում մտածում է, որ նկատի սրբազանի պարագայում ոչ մի այլ ընտրանքային խափամիջոց չի կարող կիրառվի, բացառապես կալանք պետք է կիրառվի, դա կլինի պատիժ, ոչ թե կալանք, որտեղ չկա դա անհրաժեշտություն ու հիմքը։ Իսկ այն որ եկել էին ասում են, որ քննությունը սկզբնական փուլում է, ոնց որ գործընկերս ասեց, եկան դատանին ասեցին սկզբնական փուլում է, դատանը որոշման մեջ գրեց սկզբնական փուլում է քննությունը, դեռևս գործողություններ կանելու, դրա համար են կալանքը երկարացնում, գնացին ավարտ հայտնեցին նախաքննության, գործը ուղարկեցին դատարան։ Հիմա այս մասով ինչ-որ մեկը պետք է պատասխան տա։ Օրինակ քննիչը, չգիտեմ իրավասումը պետք է պատասխան տա, գա ասի ես դատարանին ինչ եմ այդպիսի բան ասել։ Իսկ եթե գործողությունները ավարտեցին, ինչի դուք ձեր գործողությունների հետևանքների համար օրինակ մեղադրողը կալանքը չվերացրեց։ Միշտ կարելի է դատարաններին հիմքեր ներկայացնել մի բան ասել, իսկ դատարանը այս դեպքում մենք իմացանք թե ոնց է քննությունը արել։ Մի հատ հարցների կոնկրետ այդպես գործողությունը, մի հատ ներկայությունների մեջ մտնել, որ պարզել, թե չէ միայն գրելով ու արձանագրելով, հիմա նույնը այստեղ կարող լինի, ես չգիտեմ դուք ինչ որոշում կայացնեք, բայց մենք տեսնելով այսօրվա իրականությունը, միշտ վատն ենք մտածում։ Վատն ենք մտածում, որտեղ տեսնում ենք ուղղորդվածություն։ Բացարձակ ձեր ժողովրդի նկատի չունեմ, ոչ թե ձեր նախագահության դատան, որտեղ առաջին անգամ եմ ձեր մասնակցության, չգիտեմ ընդհանրապես ինչ զգամ եւ ինչ պատկերացնեմ, բայց մենք տեսնում ենք իրականությունը։ Դրա համար մի փոքր առաջ գնալով, ուզում եմ դրա մասին ասեմ, երբ որ հանգարց որոշեք, որ դուք էլ հաստատեք ոնց որ նախորդ դատարանն արել, պետք է այդ մասը գրեք մեջը, թե ինչով է խոչընդոտելու, որ գործողությանը, կոնկրետ ինչ եղանակով, արդյոք այն աշճանի է բարձրել վտանգը կամ ընդհանրապես կա, որ այլընտրանքային խափամիջոցներ չեն կարող կիրառվել, ինչ է գրելու, որ իրավաբանը կարող է հիմա որին ինչ գրի, ոչ մի բան չի լինի։ Հետևաբար ես գտնում եմ, որ ընդհանրապես խափամիջոցի հիմք չկա, այդ չեմ ասում այդ սահմանափակումները, օրինակ դիամասից անորոշ պետք է սահմանափակվի այլ անձանց շփումներ, ինչի։ Օրինակ դրա հիմնավորում է որ առաջացան դատարանը Երևան քաղաքի ասել է նման բան։ Շատ բան ասա, քիչ հետո են գործընկերները ներկայացնել որոշման հետ կապված իր զարգացումները եղել, փաստարկներ ընդհանրապես ինչի կգրանում։ Հետևաբար ես խնդրում եմ, որպեսզի միջնորդությունը մեղադրողը մերժվի եւ վերացվի կալանքը որպես խափամիջոց կիրառված։